շատ կարևոր է, որպեսզի դիմադիր բոլոր կուսակցությունները անկախ տարաձայնություններից եւ հակասություններից առնվազն երկու հարցում միասնական ճակատ ունենան եւ միասնական ու հետեւողական պայքար ծավալեն։ Հայաստանում պետք է դադարեցվեն ռեպրեսիաները։ Հայաստանում չպետք է լինեն քաղաքականավորներ։ Իդեպ առիթը օգտագործելով բոլոր քաղաքականավորներին մեր ամուր զորակցությունն ենք հայտնում, հատկապես այս պահին Նարեկ Սամսոնյանին, որը գտնվում է հացադուլի մեջ։ Հիմա, որ երկրում կան քաղաքականավորներ, ընտրությունների մրցակցային բաղադրիչը վտանգված է։ Չեն կարող երկրում լինել քաղաքականավորների առկայությամբ տեղի ունենան օրինական ընտրություններ։ Չկա, նման բան չկա աշխարհում, նման նախադեպ գոյություն չունի, որտեղ իշխանությունը հենց այդ նպատակով էլ պատանդ մարդկանց վերցնում է, որպեսզի հասարակության մեջ վախներ շնչի։ Բռնում են մեկին, վախացնում են հարյուրավորների կամ հազարավորների։ Դա համար առաջին մեր խնդիրը պետք է լինի հասարակության հավատի վերականգնման, կարևոր բանալի է հասնել նրան, որ քաղաքականավորներ երկրում չլինեն։ Ռեպրեսիաների դադարեցնելու կարևոր հարցը նաև հակաեկեղեցական հակասահմանադրական կամպանիայի կասեցումը։ Կրկնում եմ, այս երկու հարցում ընդդիմությունը պետք է խիստ միասնական եւ նպատակային լինի։ Սա կապ չունի, քանի ցուցակով կմասնակցեն ընտրությունների։ Բացարձակապես կապ չունի։ Օրինակ ձեզ հաստատապես չի հետաքրքրում Ադրբեջանում կամ Կենտրոնական Ասիայի որևէ երկրում ընտրություններում եփա, ով է հաղթում, քանի տոկոս, որովհետև դուք ինտուիտիվ այդ ընտրություններով չեք հետաքրքրում, որովհետև այդ երկրներում կան քաղաքականավորներ։ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի ճակատին փակցրել է քաղաքականավորներ ունենալու ամոթալի խարանը։ Սա խայտառակություն է։ Երբ որ մարդիկ կարծիք ունենալու համար հայտնվում են բանտերում, ես էլ եմ կարծիք ունենալու համար բանտում, երկու անգամ հայտնվել քաղաքականավորի կարգավիճակով։ Նիկոլ Փաշինյանի ասած, ոնց ասում, բռնատիրական կոռումպացված ժամանակներում 2004-8 թվերին, որ կարծիք ասելու համար ազատազրկվել է։ Բայց իմ կալանքը կամֆորտ պայմաններում ընթացել, ինչի համար կամֆորտ, չէ պայմանները նույնն են բանտի, կարող ավելի վատ, որտեղ ամեն դեպքում 20 տարի անցել է, որովհետև այս ժամանակ ակտիվ փողոց կար, այս ժամանակ կար միջազգային հանրության շատ ուժեղ ճնշում իշխանությունների վրա, ու բազմաթիվ բաներ կային այս ժամանակ, որ հիմա չկան, բազմաթիվ, եւ քաղաքականավորները գործոն էին, օրինակ ես իմ 15 օրվա հացադուլով շատ մեծ հաջողություններ եմ գրանցել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ։ Ես հիշում եմ իմ մոտ այնքան դեսպան ու դիվանագետ էր այցի գալի, որ ես քաղաքականավոր էի։ Ինձ թվում էր ես ուղղակի աշխատանքի տեղս փոխել եմ, քրեակատարողական հիմնարկում գործի եմ։ Օրակարգ էինք թելադրում։ Օրինակ իմ հացադուլի ժամանակ ես իմ հացադուլի մասին ես ինքս տեղեկատվություններ ստանում Ազատություն ռադիոկայանից։ Ազատություն ռադիոկայանը սկսվում էր իմ հացադուլի մասին ռեպորտաժով։ Շատ լավ հիշում եմ։ Հիմա ցավոք սրտի չկա հումանիստ տարեմուտքը խուլ ու համր է դարձել։ Դուք չկարծեք իրենք չգիտեն այն այլանդակությունների մասին, որ անում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց իրանք արժեքները մի կողմ են դրել, աշխարհաքաղաքական շահերով են առաջնորդվում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դարձնի պրոքսի պատերազմի գործիք, ինչը այս պահին ձեռնտու է արևմուտքին։ Դրա համար իրանք խուլ ու համր են դարձել, չնկատելու են տալի ու պատասխանատվություն են կրում Հայաստանում ձևավորված այս այլանդակության համար։ Պատկերավոր մի բան ասեմ, հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում մարդ ուտի ու կարանա իր զոհին ներկայացնի որպես ռուսական գործակալ,
կայական ասած ծափահարելու ասի կեցի հայկական ժողովրդավարությունը։ Վստահ եղեք։ Դրա համար այս խնդիրը ես այսքան կարևոր եմ, որ պահին արևմուտքի ցուցումները Նիկոլ Փաշինյանը չդարավ, չկատարեց։ Կասկած չունենա արևմուտքի կողմից հռչակվելու է որպես Սադամ Հուսեյն, հրեշ, չգիտեմ ինչ։ Այդ երկակի ստանդարտները, այդ միշտ ա եղել, միշտ։ Այն իշխանությունները, նախկին 3 իշխանությունները չեն ապրել։ Դուդուկի տակ արևմուտքի, դրա համար նրանց օրոք երբ որ քաղաքականանա, որ ա եղել, միջազգային բոլոր կառույցները շատ բարձրաձայն այդ մասին խոսել են։ Իհարկե բոլոր իշխանությունների օրոք էլ եղել են քաղաքապանտարկելներ, բոլոր, Հայաստանի բոլոր 3 իշխանությունների օրոք եղել են քաղաքականանավորներ։ Բայց մի դեպքում իրանց դուդուկի տակ չպարող իշխանություններ են եղել, իշխան բանը, միջազգային հանրությունը կառույցները արձագանքել են, հիմա շատ խուլ համր կեցե հայկական ժողովրդավարությունը մի հատ 15 միլիոն եվրո տալիս են, որ այդ այլանդակությունները շարունակվի եւ այլն եւ այլն։